Ուժեղ Հայաստանը նորաստեղծ կուսակցություն լինելով հենց իր ստեղծման առաջին օրից հայտնվեց իշխանության թիրախում։ Նախ ընտրական ամբողջ այդ գործընթացի, այդ ամբողջ փուլի ընթացքում Ուժեղ Հայաստան դաշինքի անդամները թիրախավորված էին, կալանավորվում էին, ձերբակալվում էին, եւ հիմա հետընտրական այս փուլում նույն գործընթացը, ձերբակալություններ, կալանավորումներ, բռնաճնշումներ շարունակվում են։ Ես կխնդրեմ ներկայացնեք, թե այս պահին նա ինչ է կատարվում, որովհետև տեղեկություններ ենք ստանում, որ թվով բավական շատ կուսակցության անդամներ, նաև համախոհներ են այս պահին կալանավորված։ Եվ նաև մտահոգիչ էր հետևյալը, որ երեք տարածվեց տեղեկատվություն Նարեկ Կարապետյանի հետ կապված, որտեղ նշվում էր, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետ է վերադարձրել։ Տիկին Հովսեփյան, ինչ է կատարվում այս հարթության մեջ, բռնաճնշումների հարթության մեջ, ինչ է կատարվում Ուժեղ Հայաստան կուսակցության դեմ։ Խնդրեմ ներկայացնեք մեր ունկնդիրներին։ Լսում ենք ձեզ, խնդրեմ։ Տեսեք, ամբողջ նախընտրական պայքարի ժամանակ Ուժեղ Հայաստան կուսակցության դեմ զանգվածային բռնաճնշումներ էին, զանգվածային վերջին օրերին հատկապես ընտրություններից ընդամենը 1 օր, 2 օր առաջ հենց ընտրությունների օրը մեծ հարձակումներ էին տեղի ունենում Ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակների վրա եւ մեր հատկապես գրասենյակների պատասխանատուները, մարզային պատասխանատուները, ովքեր որ հստակ կազմակերպչական աշխատանքներ պետք է ունենային ընտրությունների օրը, նրանք բոլորը բերման էին ենթարկվում։ Սա հստակից է իհարկե, որպեսզի ընտրությունների օրը մենք չկարողանայինք կազմակերպչական մեր աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպել։ Մեր հիմնական առանցքային անդամներն էին կալանավորվում, սկսած Արտուր Ավանեսյանից, Ալիկ Ալեքսանյանից եւ մի շարք այլ անդամներից, ովքեր որ մեծ դեր ունեին մեր կուսակցությունում, այնպես որ ամբողջ այդ ընթացքում ընտրանականատեսն էինք լինում, երբեմն անգամ մեզ մեղադրում էին, որ գուցե մենք պատշաճ ձևով չենք գնում իրավական գործընթացներին մասնակցելու, դատարանի բակում եւ այլն, բայց մենք հասկացել էինք, որ արդեն այնքան շատ են ու այնքան հաճախ է տեղի ունենում, որ եթե մենք բոլորի դատական այդ process-ների մասնակցեինք ու գնայինք դատարանների բակերը, մենք պարզապես նախընտրական քարոզչություն ունենալու հնարավորություն չէինք ունենա եւ հենց դա էլ գուցե այս իշխանությունների նպատակներից մեկն էր, որպեսզի մենք մեր օրակարգից շեղվեինք, գնայինք նրա օրակարգի մեջ մտնելու եւ անընդհատ այս դատական process-ների մեջ լինեինք։ Մենք լիարժեք իրավական աջակցություն ցուցաբերում ենք մեր թիմակիցներին, բայց այդ ժամանակ, նախընտրականի ժամանակ մենք չէինք մտնում նրա օրակարգի մեջ եւ մենք շարունակում էինք օրինակ իրազեկում անել ինչ-որ մի մարզում, ինչ-որ պլանավորած էր մեզ մոտ նախապես եւ դա էինք անում եւ ոչ թե օրինակ գնում էինք դատարանի դիմաց կանգնում, որտեղ 1-2 հասկանում ենք, որ մենք հետ ենք մնում մեր օրակարգից եւ հետեւաբար այս գիծն ենք տանում որպես կուսակցություն։ Այսօր վերջին տվյալները չեմ կարող ասել, բայց մոտ 700 հոգի մեր կուսակցությունից ենթարկվում է բռնաճնշումների, հետապնդումների, տարբեր ձևի, տնային կալանք, բանտային կալանք, վարչական վերահսկողություն, պարզապես հարցաքննություններ եւ այլն։ Սա աննախադեպ մի երևույթ է, որովհետեւ իհարկե մենք ակնհայտորեն ընդդիմության ֆավորիտն էինք այս նախընտրականի ժամանակ, բայց նմանատիպ բռնաճնշումներ չեմ հիշում, որ երբևէ տեղի էին ունենում Հայաստանում եւ այս ամենը նույն եվրոպական, նույն միջազգային կառույցների աչքի առաջ էր տեղի ունենում, երբ որ օրինակ 60,000 մարդու ձայն պարզապես վերցնում ջնջում էին եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Նարեկ Կարապետյանի գործին, այո, երեք
հայտ մամուլում տեղեկատվությունը տարածվեց, բայց գիտեք, մենք ինչպես որ շատ վաղուց արդեն որևէ ձայնագրություններ բան չենք էլ լսում, որովհետև այնքան են սպառել այդ ձայնագրությունները իրենց, որովհետև սկզբում սենց կասկածով բան լսում ենք, տեսնենք իմանանք ինչ են խոսում, հա, այդ մարդիկ, հասկանում ենք, որ շատ տարրական, շատ կենցաղային կամ կազմակերպչական հարցեր են քննարկվում, որոնք որ կարծես ինչ որ սարսափազդու ձայների երաժշտության տակ ներկայացվում են որպես կաշառքի թեմաներ ու ընդ որում մի հատ կարևոր հանգամանք, երբ որ նրանք խոսում են հա այսքան մարդկանց տարել են, հա այսքան մարդկանց նկատմամբ գործ է հարուցում, երբեք հետագայում չեն հայտարարում, որ այդ մարդկանց կեսից ավելին, եթե ոչ շատ ավելի շատ մարդիկ արդարացվում են, գործի հիմքերի արդարացվում են կամ գործը կարճվում է կամ պարզապես որևէ ընթացք չի տրվում, որովհետև դատարաններում տեսնում են, որ առհասարակ որևէ հիմք չկա այդ մարդկանց նկատմամբ որևէ միջոց կիրառելու։ Դրա մասին չեն խոսում, միայն խոսում են այսպես համատարան ինչ որ այսպես տասնյակներ, հարյուրավորներ տանում են ու չեն խոսում այն մասին, հետագա ընթացքի մասին, որ բավական շատ մարդիկ են ընդամենը մի քանի օր հետո ազատ են արձակվում հիմքերի բացակայության պատճառով։ Նարեկ Կարապետյանի մասով պատկերացրեք, ինչպես ասեցի, չենք էլ լսում արդեն այդ ձայնագրությունները, որ հրապարակում են, մենք նույն ինչ որ չենք էլ հետաքրքրվում, թե ինչ մեղադրանքով կարող են պարոն Կարապետյանին ինչ որ բռնաճնշումների ենթարկել, որովհետև մենք վստահ ենք մեր գործելավոճում, մենք վստահ ենք, որ մեր գործը արդար է եւ նրանց որևէ առիթ ու պատճառ պետք չի, որպեսզի գործ հարուցեն, Հայաստանը արդեն վաղուց դադարել է օրենքի երկիր լինելուց, դա մեկ մարդու կամքից է կախված, թե ով է ազատության մեջ, ով է անազատության մեջ, այսօր այո դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով որպեսզի պարոն Կարապետյանին զրկեն անձեռնմխելիությունից եւ գործ հարուցեն, սակայն կարծես թե կենտրոն հայտարարեց, որ այլևս դա իր լիազորությունների մեջ չի, որովհետեւ նախընտրական շրջանը ավարտվել է, հնարավոր է ազգային ժողով տանեն հարցը քննարկելու, տեսնենք գործերի ընթացքը ինչպիսին կլինի, բայց մենք որևէ ձևով չենք զարմանում այս իշխանությունների գործելավոճից, բայց մենք էլ ունենք մեր առաջին հերթին սկզբունքը, մենք միայն ուժեղանում ենք, մենք միայն կրիստալիզացվում եւ բյուրեղացվում ենք եւ որևէ մեկը չի վախենում այս իշխանություններից, որևէ մեկը հետ քայլ չի անում, մեր առաջնային օրակարգը Նիկոլին իշխանությունից հեռացնելն է։